Պարոն Պապյանի հարցը վերաբերում է այսօր տեղի ունեցող իրանա-իսրայելական հակամարտությանը, ինչ վտանգներ եւ ռիսկեր ենք տեսնում մենք, որովհետեւ տնտեսությունը չի կարող ստերիլ գործել եւ չի կարող որևէ հակամարտություն, որ հատկապես տարածաշրջանային հարևան երկիրն է ներգրաված, պետք է որ մենք ռիսկերը հաշվարկենք, հասկանանք տնտեսության համար ինչ նախապատրաստական աշխատանքներ պետք է կատարենք, որպեսզի տնտեսվարողները դժվարություններ չունենան։ Եվ ձեր գնահատականը այլևս ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքը մեր տնտեսության վրա ինչ ազդեցություն ունեցավ, այս բանը ինչ ազդեցություն ունի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Բագրատյան հարցի համար։ Իհարկե Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը քանիցս արտգործնախարարությունը հնչեցրել է եւ եւս մեկ անգամ չեմ վարանի կնշեմ, որ հույս ունենք, որ կհաստատվի շուտաբույտ խաղաղություն, որովհետև դա շատ կարևոր տարածաշրջանային կայունությունը շատ կարևոր է բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար, եւ ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ հակամարտության այս քանի օրերի ընթացքում բնականաբար որոշակի խնդիրներ մեր տնտեսվարողները արդեն իսկ ունեն, մի շարք բեռներ կան, որոնք որ հիմա Բանդարաբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած եւ բնականաբար եւ մենք արտահանման հետ կապված ունենք խնդիրներ եւ մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում ունեն այս պահին բազմաթիվ խնդիրներ, հասկանալի է, որ դրանք մակրոգործոններ են, որոնք որ մեր կառավարման շրջանակից շատ այսպես ասած ցավոք սրտի շատ փոքր չափով են գտնվում մեր տիրույթում եւ մենք հույս ունենք, որ երկու երկրների միջև ուրեմն կավարտվի այս հակամարտությունը եւ կարողանանք բարեկամ Իրանի տարածքով շարունակենք ազատ առևտուր իրականացնել, ինչպես նախկինում տեղի ունեցել։ Պարոն Պապյան, ինչ կարծիք եք, չեք մտածել, որ օրինակ օպերատիվ շտաբ տնտեսավարման հետ կապված օպերատիվ շտաբ ձևավորենք, որովհետեւ մենք չգիտենք դրա խորությունը եւ տևողությունը, բայց մեր համար շատ զգայուն է սահմանը, որպեսզի կոնկրետ պաշտոնյաներ հստակ իմանան, որ տնտեսվարողների հետ առնչվող խնդիրներ պետք է արագ լուծվեն, հնարավորինս այո, մեզնից կախված չի շատ հարցեր, բայց մենք կարող ենք տնտեսվարողներ խորհրդատվություն իրականացնել, ինչ-որ չափով ապահովագրություն ապահովել, ինչ-որ չափով տեսեք, հիմա մենք խնդիր ունենք Վրաստանում գինեգործների հետ կապված եւ արդեն ամսից ավել 2 ամիս է մենք այդ բարդությունը ունենք եւ չենք կարողանում լուծել։ Իսկ եթե պատերազմական ավելի ծանր վիճակ լինի, ավելի բարդություններ կառաջանան։ Իսկ մեր խնդիրն է, որ տնտեսությանը ապահովենք հնարավորինս անվտանգ ընթացքով։ Այս իմաստով ինչպես է գնահատում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, իրականում այդ հարցերը բոլոր մակարդակներում քննարկվում են։ Եվ քաղաքական, եւ տնտեսական, եւ այո, տենց անունով շտաբ չունենք, բայց հավատացեք, այդ ձեր նշած բոլոր գործառույթները ամենավեր ռեժիմով իրականացվում են։ Օրինակ ես հիմա իմ ձեռքի տակ բացեցի ձևաչափ ունենք, տենց on-line, թե քանի մեքենա է հիմա օրինակ Վրաստանից անցել դեպի Ռուսաստան, քանիսն է այս պահին Լարսում կանգնած, քանիսը ունենք, որ դրականացել դեռ Լարս չի հասել, քանիսն է, որ Գիզի մաքսային անցակետում ընդ որում այդտեղ ամեն տվյալ կա ընդհանուր, ասենք բեռնատարի համարանիշ 001 DD 37 օրինակ։ Այսինքն այս տվյալները նախարարությունը ՊԵԿ-ը շատ բոլոր տնտեսվարողների հետ ամենօրյա ռեժիմով կապի մեջ ենք, խոսում ենք, գիտենք, որ իրենցից լավ գիտենք ում մեքենան անցավ, ում մեքենան այստեղ է, ինչ խնդրեմ ունի եւ այլն, ու փորձում ենք լուծել եւ քիչ առաջ նաեւ ուրեմն Էլի Վրաստանի գործընկերներից նամակ ստացա, որ օրվա ընթացքում իրենք ինձ կզանգահարեն այս հարցի հետ կապված, որովհետև որոշակի դանդաղումներ մենք նկատում ենք։ Այսինքն տեսնում ենք մի պահ կար, որ ընդհանրապես ոչ մի մեքենա չէր գնում, հետո մի 1-2 օր որոշակի արագություն կար, որը բավարարում էր մեզ։ Հիմա կա տեմպ, բայց այդ տեմպը շատ դանդաղ է, օրը մի քանի մեքենա, որը էլի խնդրահարության մեզ համար, չնայած որ մենք մեր մասով բոլոր պայմանավորվածությունները, որ վրացական կառավարության ներկայացուցիչների հետ ունեցել ենք, բոլորը 100% պահպանել ենք եւ ակնկալում ենք, որ մեր Վրաստանի գործընկերները եւս իրենց մեր պայմանավորվածության իրենց մասը իրենք կպահպանեն։